իր էկոնոմիկան ագրարային ոչնչացած էտե չկար։ Այդ ատոմային ռումբերն էլ գցել են ամեն ինչ sense մաքրած վիճակում եւ ոչ զորք պահելու իրավունք ունենք, ոչ բան, լրիվ ամերիկացիների ձեռի տակ արդեն ոնց կուզեն։ Ասում եմ, մենք մեր առաջ երկու խնդիր դրեցինք։ Ճապոնիան տնտեսապես պետք է այնքան արագ զարգանա եւ պետք է գտնենք ձևը ինչպես, որ 20 տարվա մեջ թռիչքաձև լինի համաշխարհային հնգյակում կամ վեցյակում։ Արեցին իրանք եւ իրանք գտնվում են երրյակում։ Այդ դեռևս 80-ական թվականներին, 1980-ական թվականներին, ուրեմն Միացյալ Նահանգներից հետո մեր մոտ գրում են կապիտալի աշխարհում, սովետներ էլի գրում, բայց տնտեսագետներս գիտենք թե այդ ինչ է նշանակում։ Ուրեմն առաջի տեղում Միացյալ Նահանգներն էր, Գերմանիա եւ Ճապոնիան են, Գերմանիան, հետո Ճապոնիան, հետո դրանք երկուսով կիսեցին երկրորդ տեղը։ Համախառն արտադրանքի ծավալով, զարգացման տեմպերով եւ այլ եւ այլ։ Փաստորեն իրանք այդ հարցը լուծեցին։ Հիմա այս մարդիկ ասում են ինձ, ասում են եւ երկրորդ խնդիրը ինչպես անել, որ մշակութային անվտանգություն ունենալ, որտեղ գլոբալիզմը մեզ գալու է ուտի, իրանց ֆիլմերով, իրանց ջինսերով, իրանց պեպսիներով, բան եւ այլ եւ դրա դեմը պետքա ոչ թե մերժել չես կարող, ժամանակն էլ հարմարավետությունն էլ իր խնդիրը ունի, վերցնել ընկալել, բայց չմոռանալ քոնը եւ ձևափոխել քո տեսակը պահպանելով եւ պահպանելով հին ավանդական համակարգը։ Ասում ես երկու հարցը մեր համար գեր հարցեր եւ այս երկու հարցը մենք լուծեցինք։ Այսինքն տնտեսական անվտանգություն եւ մշակութային անվտանգություն։ Այդ երկու հարց իրենք լուծել են։ Հիմա այսօր աշխարհը փոխվում է։ Գերտերությունները, այսպես ասած, կամ համաշխարհային բանկա կորպորատիվ, այսպես ասած, միջուկը ֆունդամենտալ փոփոխությունների է գնում։ Եվ ստեղ մենք որպես փոքր ածու, ինչպես կասեր խորենացին, այդ փոփոխությունների մեջ չենք կարող ինչ-որ մեր ուղղությունը տալ, բայց մենք կարող ենք մեր ուղղությունը տալ մեր մեջ։ Այս սարսափելի գլոբալիզացիայի հետ կապված մենք պետք է հասկանանք, որ ամենակարևոր խնդիրը դա մշակութային անկախությունը եւ մշակութային անվտանգությունը ապահովել